Հարգարժան տիկնայք և պարոնայք, Կողբ հիմնադրամի անունից ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում մեր հրավերը ընդունելու և այս խորհրդանշական միջոցառմանը մասնակցության համար։ Այսօր Կոստան Զարյանի ծննդյան օրն է, 140-րդ տարեդարձը։ Այդ առթիվ Կողբ հիմնադրամը այսօր արդեն պաշտոնապես մեկնարկում է նախագիծ միտված մեծ անհատականություն, մասշտաբային գրող, խորագիտակ մտածող Կոստան Զարյանի կյանքը, գործունեությունը ու գրականությունը հայ հանրությանը առավել հասանելի, ճանաչելի և հետևաբար օգտակար դարձնելուն։ Սակայն այդ գործը մենք չենք սկսում, այլ շարունակում ենք, քանի որ եղել են ու հիմա էլ կան կազմակերպություններ և անհատներ, որ մեծ ներդրում են ունեցել Կոստան Զարյանի վաստակը ու ժառանգությունը հանրահռչակելու գործում։ Հետևաբար, նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սարգիս Խաչենց Print.info, Անտարես, Զանգակ հրատարակչություններին, մասնավորապես նվիրյալ անհատներ Սերգեյ Խաչիկողյանին, Երվանդ Տեր-Խաչատրյանին, Արամ Մեհրաբյանին, Վարդան Մաթեոսյանին և այն լավագույն քչերին, որ այս շնորհակալ գործին նվիրվեցին։ Այս նախաձեռնության առիթը պարոն Մանսուրյանի հետ զրույցն էր, որի ընթացքում ակնածանքով մայստրոն պատմում էր Կոստան Զարյանի, այնուհետ նրա որդու Արմեն Զարյանի մասին։ Հետո արդեն կարդալով գրողի «Նավը լեռան վրա» գրքի առաջաբանը, արդեն ակնհայտ էր, որ գործ ունենք ոչ սովորական հեղինակի հետ՝ Երվանդ Խաչատրյանի, ով լայն բացեց մեր համար դուռը դեպի զարյանական աշխարհ։ Տիգրան Մանսուրյանը ևս մի մեծ ներդրում ունեցավ այս գործում, երբ մեզ ծանոթացրեց Կոստան Զարյանի թոռան Արա Զարյանի և այնուհետ Անահիտ Զարյանի հետ, որոնք Հայաստան են ժամանել և այս խորհրդանշական օրը մեզ հետ են։ Պարոն Զարյան, տիկին Զարյան, ողջունում եմ և շնորհակալություն հայտնում մեր հրավերը ընդունելու և մեր նախաձեռնությանը մեծապես աջակցելու համար։ Նշված հանգամանքները առիթն էին, սակայն ավելի խորը պատճառներ կային Կոստան Զարյանին անդրադառնալու համար։ Կոստան Զարյանը հարազատ հոգի է Կողբ հիմնադրամի համար, քանի որ մեզ միավորում է երկու բարձրագույն արժեք՝ հայոց մշակույթը, ինքնությունը և մասնավորապես հայոց լեզուն և նաև հայոց պետականությունը։ Կոստան Զարյանը հայոց մշակույթը, լեզուն, գրականությունը դիտում էր համաշխարհային գրականության մշակույթի համատեքստում։ Մեր իրականության մեջ այդքան տարածված, բայց արատավոր բինար մտածելակերպը, երբ տարբեր առանցքները հակադրում են միմյանց, Կոստան Զարյանին բնորոշ չէր։ Կոստան Զարյանը դիտում էր մեր մշակույթը ընդհանուր համատեքստում համաշխարհային մշակույթի և մենք էլ կարծում ենք, որ մեր մշակույթը չպիտի լինի առանձնացված, պիտի լինի համաշխարհային մշակույթի մասը, բացվի, հարստացնի և դրանով նաև հանրահռչակվի։ Կոստան Զարյանը ոչ միայն մշակույթի առումով, այլ նաև պետականության առումով առանձնացող մոտեցում ունի։ Կոստան Զարյանը միշտ կարողացավ տարբերակել պետությունը, պետականությունը և օրվա իշխանությունը։ Կոստան Զարյանը կյանքի մեծ մասը ապրեց արտերկրում, բայց չի կարող համարվել արտասահմանյան հայ գրող։ Կոստան Զարյանը կյանքի մի մասը ապրեց խորհրդային Հայաստանում, բայց որևէ պարագայում չի կարող համարվել խորհրդային կամ խորհրդահայ գրող։ Կոստան Զարյանը չապրեց Հայաստանի Հանրապետությունում ներկայիս, բայց Կոստան Զարյանը Հայաստանի Հանրապետության գրողն է։ Իմ երազանքն է հայկական դպրոց Հայաստանում, որի սաները ազատ մտածելու, երկարաժամկետ որոշումներ կայացնելու, արդյունավետ համագործակցելու, Հայաստանն ու աշխարհը փոխելու կարողություններ կունենան և կդառնան հայկական պետականության իրական տերերը։ Այդ դպրոցի ծրագրում Կոստան Զարյանը, նրա գործը ու ժառանգությունը կլինեն առանցքային։ Խոսքս ցանկանում եմ ավարտել Կոստան Զարյանի հետևյալ տողերով, որը հայկական դպրոցի առաքելությունն է հռչակում. «Միայն գիտեմ կգա մի օր, մարդը հզոր, արարատյան մարդը հզոր, անդոր, լուսեղ իր ճակատով, խաղաղ, մեծխի, ինչպես լեռը ձյունագագաթ, ինչպես ձորը խոր հույսերով խորհրդացած, կգա մի օր մարդը հզոր և կստեղծի իր ոգով ասպետական կյանք իրական, իր ճակատի նման լուսեղ, նման մտքին իր առնական և կստեղծի կյանք
իրական ծաղկած ոսկի մի արևով։ Շնորհակալություն։